Աշխարհում ու մեր երկրում պլաստիկ վիրահատությունների քանակը ավելանում է։ Հայաստանում նման միջամտությունների դիմող բուժառուների թվում են նաև արտերկրից ժամանողները։ Պլաստիկ վիրաբուժության բարդությունները երրորդյա միջազգային կոնգրեսը մասնագիտական հանրությանը համախմբել է բանախոսներով Հայաստանից, Ռուսաստանից եւ Վրաստանից։ Գիտաժողովը նվիրված է բարդություններից խուսափելուն եւ լուծումների առաջարկելուն։ Կոնկրետ իմ զեկույցը նվիրված է մարմնի ուրվագծային դեֆորմացիայից հետո առաջացող բարդություններին։ Конгресс, который проводится сегодня в Երևանը։ Երևանում անցկացվող այս կոնգրեսը պլաստիկ վիրաբույժներից համար չափազանց կարևոր է։ Վստահ եմ չկա մի բժիշկ, որ երբեք չի առնչվել վիրաբուժական բարդության հետ։ Այս դեպքում կարևոր է իմանալ, թե ինչպես պետք է պայքարել ու հենց նման կոնգրեսներն են, որ թույլ են տալիս տեսնել վիրաբույժների պրակտիկայում հանդիպող տարաբնույթ բարդություններից ելքերը ու փոխանակվել այդ փորձով։ 40-ից ավելի խոսնակ եւ մոտ 60 զեկույց է ներկայացվում։ Նշվում է օրեցօր ավելանում են կրծքագեղձի էսթետիկ վիրահատությունները, ուրվագծային դեֆորմացիաները, ներկայացվում են ռեդուկցիոն մամոպլաստիկայից մինչև աբդոմինոպլաստիկայի բարդությունները։ Այստեղ հավաքվել են առաջատար մասնագետներ, ոչ միայն մեր հանրապետությունից, այլ նաև արտերկրներից, այստեղ են միջին փորձառության վիրաբույժներ, այստեղ են երիտասարդ վիրաբույժները եւ այնց այս սիմբիոզն է, որ շատ կարեւոր է ու շատ անհրաժեշտ։ Ես 3 զեկույցներով եմ հանդես գալիս, նվիրված են դիմացնոտային վիրաբուժությանը, գլխամաշկի ծածկույթներին, ականջի ռեկոնստրուկցիային, դա 2 զեկույց են, թե տրավմայից հետո, թե ծերացումից հետո, թե ուռուցքների հեռացումից հետո, ինչպես նաեւ կրծքագեղձի եւ որովայնի պատի պլաստիկայի բարդություններին։ Երբեմն պլաստիկ վիրահատությունների ծավալները բավականին մեծ են, մի քանի ժամ տևողությամբ ու նախավիրահատական հետազոտությունները, վիրահատությունների անվտանգության ապահովումն ու հետվիրահատական վարումը առաջնահերթություն են բարդությունների կանխարգելման հարցում։ Սա հնարավորություն է ծանոթանալու գործընկերների հետ միջազգային մակարդակում։ Քննարկվում են նաև բարդ դեպքեր։ Նման կոնգրեսները կարևոր են որքան բժիշկների մասնագիտացման զարգացման, նաև բուժառուների ու նրանց արդյունավետ բուժման համար։ Համաժողովի երրորդ օրը նվիրված է կոսմետոլոգիայում բարդություններին։ Կոնգրեսը կրեդիտավորված է։ Ավարտին մասնակիցներին կտրամադրվեն համապատասխան շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ։ Նարեկ Ոսկանյան, Էդգար Դավթյան, Լուրեր։